Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Հարգելի ծնողներ եւ ուսուցիչներ, ես ասում եմ, որ կարող եմ 1 դասի ընթացքում նկարահանել 2 դասաժամը տվյալ թեմայի վերաբերյալ։ Դուք ընթացքում կարող եք օգտվել դրանցից, քանի որ ձեզանից շատերը պնդում են, որ առաջ են կամ հետ են, դրա համար ես ամբողջական դասերով կնկարեմ։ Այժմ ասենք մաթեմատիկայից, գիտելիքների սրահում մենք կհանդիպենք սանտիմետր, դեցիմետր, մետր անվանումների, նշանակում է մենք սովորելու ենք երկարության չափումը և երկարության չափման միավորներից այսօր կսովորենք մետրը։ Մետրը երկարության չափման միավոր է, կարճ գրվում է մ, կողքին կետ չի գրվում։ 1 մետրը հավասար է 100 սանտիմետրի, իսկ 1 մետրը հավասար է 10 դեցիմետրի։ Նայեք, սա դեցիմետրային կանոն է, որը ծալվում է 10 մասերի է, երեխաներ։ Այսինքն 1 դեցիմետրը 10 սանտիմետր է, 2 դեցիմետրը կլինի 2 հատ 10, կարծես տասնյակն ու միավորն ենք սովորում։ Դեցիմետրը տասնավորն է, սանտիմետրը միավորը, տեսեք։ 1 դեցիմետրը 10 սանտիմետր, 2 դեցիմետրը 20 սանտիմետր, 3 դեցիմետրը 30 եւ այսպես մինչեւ 10 դեցիմետրը հավասար է 100 սանտիմետրի եւ 1 մետրի։ 1 մետրը հավասար է 10 դեցիմետրի, 10 տասնյակ եւ 100 միավոր։ Ուրեմն 1 մետրը հավասար է 10 դեցիմետրի, 1 դեցիմետրը հավասար է 10 սանտիմետրի, սա մենք սովորել ենք, և 1 մետրը հավասար է 100 սանտիմետրի։ Այժմ բանավոր առաջադրանքները կկատարենք, իսկ գրավոր առաջադրանքները կկատարենք տետրում։ Գործնական ճանապարհով կարելի առաջարկել երեխաներին չափել իրենց հասակները։ Ընկերները կանգնում են, հենվում են պատին, մյուս ընկերը կարող է ոտքերի ծայրից մինչև գլուխը ընկած հատվածը նշել ինչ-որ մատիտով կամ ինչ-որ նշանով, հետո չափել այդ երկարությունը։ Հիմա տեսեք, 3 տղաներ կանգնել են եւ իրենց հասակներն են չափել։ Առաջին տղան Աշոտն է, որի հասակը բարձրությունը կետնից մինչև գլխի վերևի մասը, կրունկներից մինչև գլխի վերևի մասը 1 մետր 18 սանտիմետր է։ Այսինքն Աշոտի հասակը 1 մետր 18 սանտիմետր է։ Կարենինը 1 մետր 12 սանտիմետր է, իսկ Արայինը 1 մետր 26 սանտիմետր։ Երեխաներ, ով է ամենաբարձրահասակը։ Նայում ենք ու ասում ենք Արան, որի հասակը 1 մետր 26 սանտիմետր է։ Ով է ամենակարճ հասակը։ Կարենը, ում հասակը 1 մետր 12 սանտիմետր է։ Կարենը ցածրահասակ է թե Արայից, թե Աշոտից։ Արան բարձրահասակ է թե Կարենից, թե Աշոտից։ Աշոտը ցածրահասակ է Արայից, բայց բարձրահասակ է Կարենից։ Այս խառը պնդումներով երեխաներին սովորեցնում ենք համեմատել մեծ և փոքր թվերը։ H279-ում կատարում ենք առաջադրանք 276-ը բանավոր, որ հարևան կլոր տասնյակների միջև է տրված թվերից յուրաքանչյուրը։ 12-ը գտնվում է 10-ի և 20-ի միջև, 79-ը գտնվում է 70-ի և 80-ի միջև, 55-ը 50-ի և 60-ի, 44-ը 40-ի և 50-ի, 88-ը 80-ի և 90-ի, այսպես շարունակում են երեխաները, հետո անվանում են այն թվերը, որոնք նշված թվերի միջև են, 38-ի և 45-ի միջև, հաշվում են 38-ից հետո հաջորդը 39-ն է, 39, 40, 41, 42, 43, 44, այդ թվերը գտնվում են 38 և 45 թվերի միջև։ 29-ից 36-ը հաշվում են 29-ի հաջորդ թիվը և ասում ենք մինչև 36-ի նախորդը, 30, 31, 32, 33, 34, 35, 50 և 44, նկատեցիք, եթե այստեղ թվերը աճման կարգով էին գրված, 3-րդ և 4-րդ օրինակներում նվազման կարգով են գրված, 49, 48, 47, 46, 45, 81, 80, 79, 78 Եվ բանավոր կատարենք նաև 279 և անցնենք գրավոր առաջադրանքներին։ Թվերի կազմությունն է գրված, կարգային միավորներով է ներկայացված, 23-ը կազմված է 20-ից և 3-ից, 34-ը կազմված է 30-ից և 4-ից կամ 3 տասնյակից և 4 միավորից, 45-ը կազմված է 40-ից և 5-ից, 56-ը կազմված է 50-ից և 6-ից, 67-ը կազմված է 60-ից և 7-ից, 78-ը կազմված է 70-ից
և 8-ից, և այստեղ էլ երեխաները ցանկացած թիվ կարող են ասել կամ ավելի ճիշտ գտնեն օրինաչափությունը 2 տասնյակ 3 միավոր, 3 տասնյակ 4 միավոր, 4 տասնյակ 5 միավոր, 5 տասնյակ 6 միավոր, 6 տասնյակ 7 միավոր, 7 տասնյակ 8 միավոր, 8 տասնյակ 9 միավոր, տեսեք օրինաչափություն կտանք և 89 կազմված է 80-ից և 9-ից, այժմ կատարենք գրավոր առաջադրանքները։ Կատարում ենք 226 համարի առաջադրանքը, համեմատելու ենք անվանական թվերը, այն թվերը, որոնց կողքին կա չափման միավոր, կարող է լինել երկարության չափման, զանգվածի, ժամանակի, դրանք կոչվում են անվանական թվեր։ 22 մետրը համեմատում ենք 28 մետրի հետ, քանի որ 22-ը փոքր է 28-ից, նշանակում է 22 մետրն էլ փոքր է 28 մետրից։ 37 մետրը փոքր է 62 մետրից, 42 մետրը մեծ է 20 մետրից։ Սա այնքան հեշտ է, որ երեխաները կարող են շարունակությունը ինքնուրույն կատարել։ Եթե առաջին շարքում անվանական թիվը մետրերով էր նշված, երկրորդում նշված է սանտիմետրերով, երրորդում դեցիմետրերով։ Այժմ 267-ը պիտի նորից համեմատենք, ուշադրություն ենք դարձնում։ Առաջինը բաղադրյալ անվանական թիվ է, հաջորդը ոչ, տեսեք 4 մետր 27 սանտիմետր, այսինքն նրա գրության մեջ գրված է և մետր և սանտիմետր, սրանք կոչվում են բաղադրյալ անվանական թվեր, իսկ 3-ը բաղադրյալ չէ, որովհետև մենակ մետրից է կազմված։ Հիմա համեմատում ենք 4 մետրը և 3 մետրը, եթե 4 մետրը մեծ է 3 մետրից, նշանակում է կողքին ինչ թիվ էլ գրված լինի, 4 մետրը մեծ կլինի, սանտիմետրերի քանակը այլևս չենք նայում, եթե իհարկե 100-ից մեծ չէ։ 6 մետր 20 սանտիմետրը համեմատում ենք 6 մետրի հետ, այստեղ եթե շարունակենք կլիներ 0 սանտիմետր, քանի որ 6 մետր 20 սանտիմետրը մեծ է 6 մետրից, նշանակում է այստեղ 0 սանտիմետր է։ 5 մետր 70 սանտիմետրը, նայեք 8 մետրից փոքր է 5 մետրը, նշանակում է 5 մետր 70 սանտիմետրը նույնպես փոքր է 8 մետրից։ Հաջորդ շարքում արդեն երկուսն էլ բաղադրյալ անվանական թվեր են, 2 մետր 27 սանտիմետր, 8 մետր 7 սանտիմետր, տեսեք այստեղ 27 սանտիմետրը մեծ է 7 սանտիմետրից, բայց 2 մետրն էլ փոքր է 8 մետրից, մենք համեմատում ենք բարձր կարգինը, այսինքն բարձր չափման միավորը, մետրերն ենք համեմատում, ուրեմն 2 մետր 27 սանտիմետրը փոքր է 8 մետր 7 սանտիմետրից, այստեղ հավասար են 4 մետր, 4 մետր, ուրեմն սանտիմետրերն ենք համեմատում, 20 սանտիմետրը փոքր է 70 սանտիմետրից, նշանակում է 4 մետր 20 սանտիմետրը փոքր է 4 մետր 70 սանտիմետրից, 5 մետրը փոքր է 8 մետրից, տեսեք այստեղ 70 սանտիմետր է, այստեղ 7 սանտիմետր, եթե 70 սանտիմետրը համեմատենք 7 սանտիմետրի հետ, սա մեծ կլինի, բայց քանի որ 5 մետրը, որը 500 սանտիմետր էր, 8 մետրն էլ 800, նշանակում է 5 մետր 70 սանտիմետրը փոքր է 8 մետր 7 սանտիմետրից։ Այժմ կաշտանք և համառոդագրելով լուծենք խնդիրը։ Աննան 90 սանտիմետր երկարությամբ ժապավենից 30 սանտիմետրը տվեց Սոնային, ուրեմն ուներ 90 սանտիմետր, կտրեց տվեց 30 սանտիմետր, երեխաներ թիվը մեծացավ թե փոքրացավ, իհարկե փոքրացավ, քանի սանտիմետր ժապավեն մնաց Աննայի մոտ, 90-ից հանած 30, մենք գրեցինք խնդրի պայմանը, պահանջը, հիմա թվային առարկությունն ենք գրել, այժմ պիտի լուծենք, հավասարությունը պիտի գրենք, այստեղ ուզում եմ երեխաներին սովորեցրել մի հետաքրքիր բան, տեսեք, եթե խնդիր ենք լուծում և 90-ի կողքին չենք գրում անվանական թիվը, չենք գրում սանտիմետր, գրում ենք 90-ից հանած 30 հավասար է 60, այստեղ պարտադիր փակագծի մեջ ենք գրում սանտիմետրը, բայց այս նույնը կարելի է գրառել ուրիշ եղանակով, 90 սանտիմետրից հանած 30 սանտիմետր հավասար է 60 սանտիմետր, այստեղ արդեն փակագիծ դնել պետք չէ։ Նույն ձևով երկրորդ խնդիրը։ Հայրիկը գնեց 12 մետր և 8 մետր երկարությամբ ջրատաշ երկու խողովակ։ Դրանք իրար միացնելու դեպքում քանի մետր երկարությամբ խողովակ կունենա նա։ Ուրեմն երկու խողովակ էր, մեկի երկարությունը 12 մետր էր, մյուսինը 8 մետր։ Ընդամենը քանի մետր էր խողովակների երկարությունը։ Պայմանն ունենք,
Պահանջն ունենք, գրում ենք լուծումը, թվային ներդայությունը 12 գումարած 8, որպեսզի իմանանք միասին որքան է, պիտի գումարենք։ Նորից երկու եղանակով ենք գրում, 12 մետրին գումարած 8 մետր հավասար է 20 մետրի, եթե թվերի կողքին անվանական թիվը գրում ենք այստեղ փակագից պետք չէ պատասխանի մեջ, իսկ եթե չենք գրում, մետրը գրում ենք փակագծի մեջ։ Պատասխան 20 մետր։ Այժմ կատարում ենք 271 համարի առաջադրանքը։ Գրում ենք բոլոր այն երկնիշ թվերը, որոնք նախ հիշենք երկնիշ են այն թվերը, որոնք գրության մեջ ունեն երկու թվանշան, որոնք վերջանում են 7 թվանշանով։ Հիշենք 7-ով, եթե վերջանում են, նշանակում է միավորը 7 է։ Սկսենք ամենափոքր երկնիշ թվից, դա 10-ն է։ 10-ի մեջ 1 տասնյակ, միավորը պիտի լինի 7, 7 միավոր։ Հաջորդը գնացինք 2 տասնյակ, 7 միավոր, 27, 3 տասնյակ, 7 միավոր, 37, 4 տասնյակ, 7 միավոր, 47, 5 տասնյակ, 7 միավոր, 57, հաջորդը 67, 77, 87, 97, երեխաներ էլ երկնիշ թիվ կա, որը գրվում է միավորների կարգում 7 թվանշանով։ Չկա, հաջորդը արդեն գալիս են եռանիշ թվերը։ Հաջորդն ենք նայում, սկսվում են 7 թվանշանով, նշանակում է տասնավորն է 7 երեխաներ։ Սկսում ենք 77 տասնյակ 0 միավոր, 71, բարձր կարգն է 7-ով գրվում, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, հաջորդը 80-ն է, որը 8-ով է գրվում, 8 տասնավոր է, նշանակում է այլևս չկան նման թվանշաններ։ Գրվում են միայն 7 թվանշանով, այսինքն եւ տասնավորը եւ միավորը 7 է, դա միայն մեկ թվանշան է, որը երկնիշ թիվ է եւ գրվում է միայն 7-երով, 77։ Այժմ 272 համարը կատարենք։ Անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին, 100-ից հանած 80 հավասար է 20, տակը կատարում ենք ստուգումը, 20 գումարած 80 հավասար է 100-ի։ Հաջորդը անհայտ նվազելին պիտի գտնենք, անհայտ նվազելին գտնելու համար տարբերությանը գումարում ենք հանելին, 30 գումարած 40 հավասար է 70, տակը ստուգումն ենք կատարում, 70-ից հանած 40 հավասար է 30-ի։ Եվ մի օրինակ էլ ասեմ անհայտ հանելին գտնելու վերաբերյալ, մնացածը երեխաները ինքնուրույն կկատարեն։ Նվազելին 90 է, հանելին անհայտ է, տարբերությունը 60։ Անհայտ հանելին կգտնենք, եթե նվազելուց հանենք տարբերությունը։ 90-ից հանած 60 հավասար է 30-ի։ Ստուգումն ենք կատարում, 90-ից հանած 30 հավասար է 60-ի։ Ասենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Խնդիրներն ենք կարդում։ Հայկի մտապահած թիվը 5-ով փոքր է Աննայի մտապահած թվից։ Պարզիր, թե որ թիվն է մտապահել Աննան, իմանալով, որ Հայկը մտապահել է 12 թիվը։ Խնդիրը վերջից ենք համառոդագրում։ Հայկը մտապահել է 12 թիվը։ Աննան չգիտենք, որ թիվն է մտապահել, բայց գիտենք, որ Հայկի մտապահած թիվը այս 12-ը 5-ով փոքր է Աննայի մտապահած թվից։ Սրանք երեխաներ կոչվում են անուղղակի ձևով արտահայտված խնդիրներ։ Տեսեք, խնդրի մեջ միանգամից չի ասում, որ Աննայի մտապահած թիվը 5-ով մեծ էր, այլ ասում է այս 12-ը, որը մտապահել էր Հայկը, 5-ով փոքր էր։ Եվ սովորեցնում ենք երեխաներին, որ եթե հայտնի թվից է սլակը իջնում ներքև անհայտ թվի ուղղությամբ, ապա սա կոչվում է անուղղակի ձևով արտահայտված խնդիր։ Եվ եթե այստեղ տեսնում ենք փոքր բառը, բայց սլակը ներքև է, կատարում ենք հակառակ գործողություն, այսինքն 12-ն է 5-ով փոքր, նշանակում է պիտի 12-ին գումարենք 5, որ ստանանք այդ թիվը։ 12-ին գումարած 5 հավասար է 17, Աննան մտապահել է 17 թիվը, նույն ձևով։ Հաջորդը 274 համարի խնդիրը։ Կարոն մտապահել է 14 թիվը, Կարոյի մտապահած թիվը 6-ով մեծ է Սոնայի մտապահած թիվը, այսինքն այս 14-ը 6-ով մեծ է, նշանակում է Սոնայի մտապահած թիվը 6-ով փոքր է, նորից անուղղակի ձևով արտահայտված խնդիր է, քանի որ անհայտից չի տալիս հարցը, չի ասում, որ Սոնայի մտապահած թիվը 6-ով փոքր է, այլ ասում է,
որ կարոյի մտապահած 14 թիվը 6-ով մեծ է։ Սլակը իջնում է ներքև, նշանակում է մեծ բառի հակառակ բառի վերաբերող գործողությունը պիտի կատարենք։ Եթե 14-ը 6-ով մեծ է, ապա սոնայի մտապահած այս անհայտ թիվը 6-ով փոքր է։ Արտահայտությունն ենք գրում 14-ից հանած 6, 14-ից հանած 6 հավասար է 8, սոնայի մտապահած թիվը 8-ն է։ 275 խնդիրը ծաղկամանում կա 8 սպիտակ վարդ։ Եվ այդ 8 սպիտակ վարդերը 3-ով քիչ են կարմիր վարդերից, նշանակում է կարմիր վարդերը 3-ով ավելի են։ Տեսեք, նորից սլակը ներքև է, եթե այստեղ գրած է քիչ, ուրեմն մենք կատարելու ենք հակառակ գործողությունը գումարում։ 8 գումարած 3 հավասար է 11, 11 կարմիր վարդ։ Հաջորդը մի փոքր ուշադրություն պահանջող առաջադրանք է։ Պիտի վերականգնենք վարժությունները, իսկ եթե հնարավոր չէ, մեկնաբանենք, թե ինչու։ Տեսեք, 5 տասնյակ եւ մի քանի միավորը փոքր են 51-ից։ Այստեղ միայն 1 թիվ կա, տեսեք, 10-ը 10-ին հավասար է, 1-ից փոքր թիվը միայն 0-ն է, 0-ն, 50-ը փոքր է 51-ից։ Այստեղ նշված է, որ միանիշ թիվը մեծ է 19-ից։ Հնարավոր բան է, որ միանիշ թիվը երկնիշ թվից մեծ լինի, երեխաներ, ոչ, հնարավոր չէ, խաչ եք դնում։ Հաջորդը 6 տասնյակ մի քանի միավորը հավասար է մի քանի տասնյակ 3 միավորի։ Այստեղ հուշում կա, եթե հավասար է, ուրեմն տասնավորների եւ միավորների թիվը պիտի նույնը լինի։ Եթե այստեղ միավորը 3 է, ուրեմն առաջինի թվի մեջ էլ պիտի լինի 6 տասնյակ 3 միավոր, եթե այստեղ տասնավորը 6 է, ուրեմն այստեղ նույնպես պիտի լինի 6, 63-ը հավասար է 63-ին։ Մյուսը 8 տասնյակ մի քանի միավորը մեծ է մի քանի տասնյակ 0 միավորից։ Ես կամայական թվեր եմ դրել, որոնք համապատասխանում են այս անհավասարության պայմանին։ 85-ը մեծ է 80-ից։ Հաջորդը 7 տասնյակ մի քանի միավորը փոքր է 5 տասնյակ մի քանի միավորից։ Առաջինը մենք համեմատում ենք տասնավորները, բարձր կարգը։ 7-ը երբեք չի կարող 5-ից փոքր լինել։ Նշանակում է սա անհնար է, խաչ ենք դնում վրան։ Մյուսին ենք նայում։ 89-ից մեծ թիվ պիտի գրենք, որը ունի 0 միավոր եւ երկնիշ թիվ է։ Դա միայն 90 թիվն է։ 90-ը մեծ է 89-ից։ Հաջորդը տեսնենք 22 տասնյակ մի քանի միավորը հավասար է 5 տասնյակ մի քանի միավորի։ Անհնար է, քանի որ մենք սկզբում համեմատում ենք տասնավորները, 2-ը 5-ին չի կարող հավասար լինել։ Եվ հաջորդը, տեսեք, 9 միավոր տասնավորների թիվը պետք է նայենք, քանի որ հավասարման նշան է դրված երկրորդ թվին, ուրեմն 89-ը հավասար է 89-ի։ Եվ համագործակցության սրահում փորձում ենք մենք գտնել օրինաչափությունը։ Պետք է օգտվենք առաջին երկու օրինակներից եւ կազմենք երրորդը։ Տեսեք, խաչաձև գումարելու ժամանակ պետք է նույն թիվը ստանանք։ 6 3 9 գումարած 9 18, 7 3 10 գումարած 8 18, ստացանք նույն թիվը։ Նույն ձևով կատարում ենք հաջորդը 8 գումարած 2 10, 10-ին գումարած 6 16, այստեղ նույնպես պիտի ստանանք 16, 6-ին գումարած 4 10 գումարած 6 16, ստացանք։ Հաջորդը նույն ձևով, նույն օրինաչափությամբ 8 եւ 8 16 գումարած 4 20, հիմա 8-ին գումարած 9 17, որպեսզի 20 ստանանք, պետք է երրորդ թիվը լինի 3 եւ կապույտ խաչաձև արտահայտությունն ենք լուծում, 9-ին գումարած 3 12, 12-ին գումարած 6 18, հիմա տեսեք, 7-ին գումարած 3 հավասար է 10, որպեսզի ստանանք 18, պիտի 10-ին գումարենք 8, սա էլ երրորդ առաջադրանքը։ Եվ 18-ը կազմում ենք հավասարություններ բաց թողնված թվերը լրացնելու համար։ Սա գուշակելով չենք անում, անհայտ բաղադրիչ գտնելով ենք անում։ Առաջինին ենք նայում։ 5-ին գումարած 5 հավասար է 10-ի, հավասարությունը կազմել ենք։ Որպեսզի գտնենք 10-ը կազմված է 6-ից եւ քանիսից, 10-ից հանում ենք 6, հավասար է 4-ի, նշանակում է մեր որոնելի թիվը 4-ն է։ 10-ը կազմված է 7-ից, փորձում ենք 10-ից հանած 7, հավասար է 3-ի եւ 3-ից։ Եվ մյուսը 10-ից հանում ենք 8, որպեսզի գտնենք անհայտ գումարելին, 2-ն է։ Նույն ձևով կատարում ենք հաջորդ առաջադրանքները։ 20-ից հանած 5 հավասար է 15-ի, 20-ից հանած 6 հավասար է 14-ի, 20-ից հանած 7 հավասար է 13-ի, 20-ից հանած 8 հավասար է 12-ի։ Եվ վերջին օրինակը 20-ից հանած 1 հավասար է 19-ի,
20-ից հանած 2 հավասար է 18-ի, 20-ից հանած 3 հավասար է 17-ի և 20-ից հանած 4 հավասար է 16-ի։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։